պետք է Ռուսաստանին թշնամանք հայտնող ճամբարում լինես։ Դու մենակ այդ պարագայում ես կարողանալու քո թիկունքից հարված չստանաս։ Այսինքն, եթե դու կանգնած այդ մեջտեղը գոյություն չունի, Նիկոլին թվում է, թե գոյություն ունի այդ մեջտեղը, որ մի քիչ ստեղ, մի քիչ ստեղ, մի քիչ ստեղ, մի քիչ ընդեղ չկա։ Դա դիվերսիֆիկացիա է իշխանությունը կոչում։ Դա դիվերսիֆիկացիա չի, դա անբարոյականություն, պոռնկություն եւ անառակություն է։ Բոլորի հետ բարիքացիական հարաբերություններ։ Այո, բոլորի հետ հնարավոր չի, ասենք, դու չես կարող իրար թշնամանք արտահայտող եւ ուրիշ ճակատներում իրար սպանող երկրների հետ կամ ուժերի հետ լինես բարեկամ, չես կարող։ Նորից եմ ասում, Հայաստանը չի կարող։ Կան երկրներ, որոնք կարող են, բայց այդ երկրները ունեն ինչ որ ես սիրում եմ ասել, հավելալ 2 տանկային կորպուս։ Որ իրենց չես կարա ներկայացնես, ասես եղբայր դու, ասենք, ինչի ես, ինքը ասում է ես բավականաչափ ուժեղ եմ, համ քեզ կծեծեմ, համ քեզ կծեծեմ։ Դրա համար երկուսից հետ էլ հարաբերություն եմ պահում։ Երկրներ Հայաստանի նման, որոնք ամբողջական կախվածություն ունեն տեխնոլոգիաներից, որովհետև այն որ Ռուսաստանից բանը անում այդ 40 ընտանիքին որ գալիս է, կարակ պետական վիճակագրություն նայեք, տեսնեք որ որևէ բան մենք չունենք դրական Ռուսաստանից գալացող, վաղուց արդեն չունենք։